Բարև եւ բարի գալուստ իմ YouTube-յան արիք, այսօր միասին կընտրենք մի քանի լուկ։ Ձեր պատվին դասավորել եմ դարակներս, որպես չտեսնեիք այդ խառնաշփոթը, որ այսա մի 15-20 րոպեից լինելու է նորից, քանի որ ես ընտրելու եմ ինչ համադրեմ այս գարնան համար եւ նաեւ ցես համար էլ կօգնի։ Քիչ Pinterest-ն եմ նայել եւ այլն, հասկացել եմ ինչ կարելի է համադրել այս ընթացքում։ Շատ ժամանակ չկորցնենք եւ անցնենք առաջ։ Ով է գիրացել։ Ես։ Բայց աշխատում եմ այդ ուղղությամբ, որպեսզի կորցնեմ քաշս։ Ացի։ Այստեղ իմ մոտ արդարացված է դա։ Երեխան ունեցել է քեզի բա։ Իա։ Այս նարնջագույն պիջակը գնել եմ եւ երբեք չեմ հագել եւ հույս էլ չկար որ առհասարակ կհագնեի։ Եկեք փորձենք համադրենք որ գոնե մի անգամ ես սա հագնեմ, հետո մի բան կանենք։ Դեն համադրելու եմ այս մարմնագույն շապիկով եւ ջինսը, լայն ջինսը տապատով։ Հեսա հագնեմ, տեսնենք։ Այսպեսի լայն տակերով շալվար եմ։ Չգիտեմ ինչքանով է գեղեցիկ, ինչքանով որ այնքան եկեք զարդեր ավելացնենք, որովհետև սենց ինչ-որ դատարկ է, իրական շատ սիրուն գույն ունի, հատկապես կադրով, ինչքան գեղեցիկ է գունային գաման, չի նկատել, որ սենց գույնը կարող է էկրանի վրա գեղեցիկ թվալ այդքան։ Ահան, ուրեմն հիմա զարդեր ավելացնենք վերջ։ Ավելացրեցի այս խոշոր ականջողերը, ավելացրեցի մատանիները, այս ժամացույց եւ սիրտ դրա հետ մեկտեղ եւ այս մյուս մատանին, որը միասին է, իդեպ ամուսնուս ճաշակն է եւ միշտ ասում անա ճաշակով բանը որ ընտրել ես, այդ ես եմ, բայց հումոր եմ անում, իրական բավականին հետաքրքիր ճաշակ ունի, ես եմ պատվիրել, բայց ինքն է ընտրել եւ առաջարկել, որ ինձ համար պատվի Մի խոսքով սա ուրախ եմ տեսնում եք չէ փոքր բաներից կանայք միշտ ուրախանում են այդ թվում նաև մատանիներ կլինի ինչ որ եւ այլն հատկապես երբ որ հատուկ քեզ համար ընտրում են դա այդպես ավելացնեմ նաև շղթա ոսկեգույն եւ թևնոց ու գամ սա զարդերի մի մասն է որը որ այստեղ եմ դնում իրականում բավականին անհարմար է այս պահին հարմար է թվում չեմ խոսում այս տուփի մասին, չեմ խոսում այն մեծ տուփի մասին, որտեղից պետք է մյուս թևնոցը գտնեմ։ Մի խոսքով հասկացել եմ, որ ինձ հատուկ պահարան է պետք որտեղ զարդերս կդնեմ, բայց չունեմ դեռ։ Ավելի շատ տեղ չունեմ, որ դնեմ։ Դրա համար, երբ որ մեծ տուն ունենանք, դրա հետ մեկտեղ կունենանք նաև հատուկ զարդերի համար, այսպես սեղանիկ, որը ես պատկերացրել եմ Չգիտեմ, եթե ինձ հետևելու եք, շարունակելու եք, հուսամ դա ապագայում կլինի եւ ես ձեզ դա ցույց կտամ։ Ուրեմն, իմ սիրելի վզնոցն եմ այսօր դնելու։ Ես սա միշտ եմ դնում, ու չեմ հոգնում, սա մայրիկի նվերն է, ու շատ եմ սիրում։ Միշտ կրում եմ, ու ինձ թվում է միշտ նորաձև է լինելու այս սրտիկ վզնոցը։ Հետո մի քիչ մեծանամ կտամ աղջկաս։ Եթե իհարկե ուզենա, կարող է իր համար այն նորաձև չլինի։ Ահան։ Սա այսպես։ Ահան։ Այս թևնոցն եմ դնելու հենց վրայից։ Բաս։ Սա սենց։ Ստեղ ամուսնական մատանինը որը չեմ հանելու մեկը, ինչքան այն չսազի ինչ-որ բանի հետ, վզնոցը կարծում եմ հերիք է այս մեկը, այս ամեն ինչը շատ կլինի արդեն։ Հիմա կտրեմ կոշիկ ու ակնոցներ և վերջ կլինին պատրաստ։ Ու հույս ունեմ, որ ինչ-որ մի օր կհագնեմ այս ամենը և կգնամ ինչ-որ մի տեղ, որովհետև սենց վարգույններ ես այդքան էլ չեմ սիրում։ Չգիտեմ, կան մարդիկ, ովքեր ինձ նման են ու սենց վարգույններ չեն կարողանում հագնել։ Ինչ անեմ, էտա, հիմա այս վիճակը չգիտեմ ոնց է ստացվել, ինչ միլենա է արթնացել իմ մեջ, որ որոշել եմ սա հագնեմ, գնեմ
բայց թե հիմա արթնացել էր, առել եմ, ասեք ոնց է։ Ես այստեղ եմ, ընտրում ենք կամ այս ակնոցը, կամ այս մեկը, շագանակագույն և ոսկյա կողքերով, ինչպես միշտ մաքուր չեն իմ ակնոցները, ոչինչ կմաքրեմ։ Կամ այս տարբերակը, հեսա կհասկանամ, որ մեկնարժի, ընտրում ենք այս պայուսակը, որը որ փոքրիկ է և գեղեցիկ կարծում եմ, քանի որ կաթնագույն է, ինձ թվում է հետը գեղեցիկ կլինի, նոմա կոշիկները, չգիտեմ, ես կոշիկ չունեմ, մի բանով օգնեք, եկա, կամ այս տարբերակը, չգիտեմ, երևի կաթնագույնի հետ այս երանգն ավելի է սազում, այս տարբերակը շագանակագույնը, այս ամեն ինչի հետ վերցնում ենք ակնոցները, պայուսակը, զարդեր, շատ, սա իմ առաջին լուքներ, չգիտեմ ինչքանով է արագ ստացվելու, բայց եվս 2-3 լուք եմ նախատեսել։ Հիմա հաջորդ լուքին անցնենք, համադրելու եմ ուղղակի սովորական սպիտակ շապիկը, իր հետ ժիլետ, սև կետները, ու արդեն ոչ թե ոսկեգույն, այլ արծաթագույն զարդեր, հագնեմ կամարան, կփացնել այս սպիտակ շապիկը ու հետևից դնել տակը, այսպես ավելի հավաք և զուսպ տեսք ունի, այս շալվարով եմ ունեցել, հիմա կետերով փորձեմ, տեսնեմ եթե ոնց է, սրանով կմնանք եթե չէ, կփոխենք ուրիշ, լավ, թողելու եմ հաստատ այս մատանիները և արծաթագույն կարելի է, այս մեկը կհանեմ հեսա, իմ մշտական թևնոցն է, սա կհանեմ, թողեմ արծաթագույն տարբերակը, այդպես ավելի գեղեցիկ կլինի կարծում ու իմ սիրելի ակնոցն եմ հետը համադրելու, ու իմ սիրելի պայուսակը, այդ պայուսակը ինքան շատ եմ սիրում, չգիտեմ այդ պայուսակից էլ որտեղից կարելի է գնել ուրիշ գույնը, հանենք ոսկեգույն տարբերակները և դնենք արծաթագույնը, սենց արցունքի նման գնդիկներ են, այդ ժամանակվա թրենդների ու այդ ամեն ինչի զոհն ենք դառնում, բայց հատկապես արտաքին փոփոխությունների հետ կապված եմ ասում, բավականին տգեղ է, եթե այն շատ նուրբ ու շատ քիչ արված չի, շուրթերի ծավալի մեծացում նման մի բաներ, ուղղակի ես գիտեմ կանայք և աղջիկներ, որոնք նույնիսկ քթիվիրատության կարիք չունեին, բայց արել են այն, բայց դե ես քննադատողը չեմ, մեկ ինչպես իրեն հարմար է գտնում, դա իր կյանքն է, ինքն է որոշում, ինչպես ապրի։ Սա այս տարբերակը, իհարկե իմ սիրելի տարբերակն եմ դնելու, իմ սիրելի ակնոցները, կանաչ են, իր հետ միասին լինելու իմ սիրելի պայուսակը, ասեք որ շատ սիրուն են, կրելու եմ այդ ամեն ինչի հետ այս թևնոցը, շատ լավն է, այս թևնոցն եմ շատ սիրում, թևնոցը դրեցի, կետերն էլ հագնեմ ու վերջ, փոխեցի ականջողերը դե ասեցի, մնաց այս վզնոցը, ավելացավ այս ակսեսուարը, դե մատանիները, այս տարբերակները, ավելացրեցինք իհարկե, կանաչ ակնոցներ, պայուսակ, այս մեկն եմ շատ հավանում, կպատրաստվենք սենց ու կգնանք, սա երկրորդ լուքը, մնաց մեկ լուք գնահատեք ու կասեք վերջում տեսնեմ, որ մեկն էլ ավելի սիրուն, կամ սիրուն էր թե չէ, էդ էլ է շատ կարևոր։ Հաջորդ լուքը կազմում ենք իմ սիրելի մոխրագույն պիջակով,
ավելի բաց ջինսով եւ սև բազային շապիկով։ Գնանք համադրենք, իր հետ ես էլի կեդ եմ հագնելու, որովհետեւ կեդրով միշտ լավ է, ու հետո չգիտեմ ինչ կոշիկ հագնեմ, մի հատ լավ բոթաս ունեմ, ուղղակի մահճակալի պահոցում եմ, մարդ չկա որ հանի, ես էլ ալարում եմ, մի բանով եմ ուզում կիսվեմ, այս շալվարը ինձ վրա լայներ, հիմա հացի որ կոչկվում, այս շունչս պահել է, չգիտեմ, խեմ ասում, սև շապիկը հագնեմ պիջակնել, այստեղ գոտի ունի, նաև կկապենք գոտին, թևերն էլ սենց ինչ-որ բաներ ունի, ես երբեք չեմ սիրել սենց զրթիկ պրթիկ ներան ինչ-որ բան, բայց այս մեկը ոնց որ վատը չի, ինչ կասեք, հեսա վերջնական ցույց կտամ, ինչ ակնոց եմ ընտրել, ինչ պայուսակ իր հետ միասին և ինչ կոշիկներ, վերջի վերջում, всё, ստեղ եմ, պայուսակն եմ ընտրել, Այս սենց, այ այս տարբերակը, թե այս տարբերակը, այն մյուս ոսկե գույնի սև տարբերակը, և այս մեկը, չգիտեմ, որ մեկն արժի, դուք կարող եք ասել, չգիտեմ, այլ վերջին լուքը, սենց կայլ է նաև արցակած տարբերակով, այսօր այսքաններ, հավաքեցի 3 լուք, եթե ձեզ դուր է գալիս այս ֆորմատը, կարող եք գրել մեկնաբանություններում, եվս մեկ մաս կամ մի քանի մաս կնկարեմ, բաժանորդագրվեք իմ ալիքին, սեղմեք լայք, որպեսզի բաց չթողնեք իմ հետագա վիդեոները, կհանդիպենք